Ինչ եք կարծում, պատերը մաքրելուց պետք է հերոսների նկարներն են մաքրել, թե դրանք պետք է մնան։ Պետք է փայփայել, վերականգնել, իհարկե պետք է մնա, դա քննարկման ենթակա չի։ Ինչու են մաքրում այդ։ Ես չեմ կարող ասեմ ինչու են մաքրում, բայց ամեն դեպքում այդ հերոսների նկարներն ունենալը սերունդների դաստիարակության, կրթության, հայրենասիրության վրա մեծ հետք է թողնել։ Իմ կարծիքով շատ սխալ բան են անում, եթե մաքրում են։ Եթե մաքրելու բաներ կա, շատ ավելի իրանց մեջ թող փնտրեն, ինչ պետք է մաքրեն։ Պետք է մնա։ Մեր հայրենասիրության ամենավառ օրինակներն են։ Իհարկե պետք է մնա։ Բայց օրինակներ ունեցել ենք, նախադեպ կա, որ ջնջել են, մաքրել են։ Իմ մանություն եմ համարում։ Պետք չէ ջնջել, ընդհակառակը մեր հերոսներին միշտ էլ պետք է մեծարել, որպեսզի սերունդը, մատաղ սերունդը տեսնի ու դաստիարակի։ Չէ, պետք է մնան։ Չէ, նկարները պետք չի մաքրել, որտեղ հերոսները մեր ամեն ինչն են։ Ինչու են մաքրում, նման նախադեպ կա։ Դե դա չգիտեմ։ Ինչը չգիտեմ, չեմ կարող ասել, բայց հերոսների հետ պետք է շատ զգույշ վարվել։ Ընդամենը։ Ատա։ Երևի պետք է մնան։ Ինչու են մաքրում նման նախադեպ։ Չգիտեմ։ Անկեղծ պատասխանեմ։ Տեսեք, երկար ժամանակ հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունները լարված են եղել, թշնամական հարաբերություններ են եղել։ Մեր հերոսները հերոսացել են արդար պայքարի մեջ, բայց միևնույն է երկու կողմից էլ նրանք էլ կարծում են, որ այդ հողերը վիճելի տարածքներ են եւ նրանք էլ են մարդկային զոհեր ունեցել։ Պատերից վերացնելով ոչինչ չի փոխվում, բայց մենք գոնե պայման ենք ստեղծում, որ կարողանանք խաղաղության գործընթաց ձևակերպել։ Եթե նույնը պահանջենք Ադրբեջանից, անկեղծ եմ ասում, իմ կարծիքն եմ ասում։ Նրանք էլ իրենց այդպես կոչված Սաֆարովների նկարները հեռացնեն տարբեր տեղերից եւ լարվածությունը ազգամիջյան թշնամանքը զրոյացնեն, որքան հնարավոր է գոնե նվազեցնեն։ Դες ինչ եք կարծում, Ադրբեջանը կմաքրի կհեռացնի ժամանակի ինքը հերոսի կոչում։ Ասեմ ձեզ, Ադրբեջանը մեզնից ավելի է վախում, քան մենք պատկերացնում ենք։ Չէ որ նա երկար ժամանակ Ադրբեջանի հասարակության առաջալիևը չի կարողացել մեկնաբանել, թե ինչպես է որ հայերը հաղթեցին այդ ուժը հայկական, ինչպես ամբողջացավ։ Հետևաբար երկու կողմի հասարակություններում անելիք կա, եթե ուզում են տարածաշրջանը խաղաղ պահել, եւ ես կարծում եմ մեր հերոսները պատերի վրա չի, որ պետք է հիշվեն։ Դրա համար կան պատմության դասագրքեր, դրա համար կա կենթանի հիշողություն, հասարակական գիտակցություն եւ մենք հիշելու ենք բոլորին էլ։ Բայց մենք պետք է խնդրենք երկու հասարակություններին, ես կանեի դա, որ ատելությունը նվազեցնենք, ատելություն հրահրող ցանկացած գործոն նվազեցնենք եւ վերջապես հանգիստ ապրենք։ Ինչքան կարելի է Հայաստանը դարձնել հզոր պետությունների ձեռքին խաղալիք, չի կարելի։ Հասկացանք 18 թվին կորցրել ենք պետականությունը 1918-ի մասին եմ ասում, խորհրդայնացել ենք, ընդ որում բռնենք խորհրդայնացել, դա էլ գիտենք, չէ պատմությունից, յուրաքանչյուր դասագրքում կգտնեք։ Այնպես որ ես կարծում եմ մենք հիմա շատ կարևոր պատմաշրջանում ենք գտնվում եւ շատ մեծ խոհեմություն, դիվանագիտություն է պետք, որ հայերը երբեք չեն ունեցել, ավելի տաքարյուն ենք եղել եւ պետք է հասկանանք ինչպես կարողանանք հավասարակշռել ատելությունը, որ չհասցնենք նոր ցեղասպանությունների մեր կողմից, նրանց կողմից եւ թանկ գնահատենք մեր հասարակության մեջ յուրաքանչյուր երիտասարդի կյանքը։ Չկարծեք ես հայրենասեր չեմ։ Պատերը մաքրելուց պետք է հերոսների նկարներն են մաքրել, թե դրանք պետք է մնան։ Կարծում եմ պետք է մնան։ Կդժվարանամ այդ հարցը տեսնել։ Այդ դժվար հարց է, նայած թե որտեղ է գտնվում, ինչ վիճակի մեջ է գտնվում։ Վիճակի ձևելով կարելի է եւ փոխել կամ թարմացնել։ Չէ, ընդհանրապես մաքրելը, հեռացնելը։ Դե հիշողությունն էլի թողնում է։ Եթե Փաշայանը անում ամեն ինչ ու չի պատժում, եւ ոչ մեկի առաջ պատասխանատվություն չի կրում, այսօր հերոսների նկարները կմաքրի, վաղը խաչքարերը կջարդի, մյուս օրը եկեղեցիները արդեն սկսել է կվերացնի,
Կանոնց գնում ենք առաջ եւ դեսեմբերով եթե գնա մոտակա 3 տարում Հայաստանի հայկականից կմնա մենակ հտառը։ Դա ինչի արվում ես չեմ կարող հասկանալ, չեմ էլ ուզում հասկանամ, բայց բան գիտեմ որ այն ինչ որ հայկական է չի կարելի վերացնել, չի կարելի մերցնել։ Դա մեկ, երկրորդը այդ հերոսները իրենց կյանքն են զոհաբերել։ Նրա համար, որ այսօրվա օրով Փաշինյանի նմանը գա իշխանության, հասկանում եք, կյանքն են զոհաբերել, դա ամենաթանկ բանն է կյանքում մարդու համար։ Այնպես որ ես չեմ զարմանում եւ ինչ էլ ասեն կհավատամ։ Եթե մի մարդ կատարում հանցագործություն եւ դրա համար պատասխանատվություն չի կրում, նա ամեն ինչի ընդունակ է։ Եպիսկոպոսին կալանավորեց, ոչ ոք ոչինչ չպահանջեց։ Եկեղեցու վրա արձակում գործեց, ոչ ոք ոչինչ չպահանջեց։ Ոչ մեկի առաջ պատասխանատվություն չկրեց։ Չեմ ասում այս ընտրությունները, այս խայտարակ ընտրությունները սարքեց բառից բուն իմաստով եւ դա համար պատասխանատվություն չկրեց։ Այնքան վստահ է իրան վրա, այնքան համոզված է իրան վրա, որ գիտի մեկը ինչ էլ անեն, ոչ ոք ոչինչ չի ասի։ Ընդդիմություն դա ինչ բան է, դա անից մենակ կատարն է մնացել։ Հասկանում եք, այ ես բան չէի տեսել, ես ոչ մի քաղաքագետ երկրում քաղաքապետարանի հավաքանում նիստը Բաքսյորսկի ռինգի չի վերածվում։ Հասկանում եք։ Բաքսյորսկի ռինգի եւ դա քաղաքապետարանի կվանն է, աննասը, հավաքանին է եւ դրանք որոշում են այս քաղաքի վիճակը։ Դա էլ փողոցի անուններ կփոխեն, ոչ չգիտես ինչեր կփոխեն։ Ինչ իմաստ ունի փոխել, ոնց է ամանն փոխել է չեմ հասկանում։ Այդա չեմ կարող հասկանալ։ Գիտեք, ժամանակին եղել է չեմ անում, դուք գիտեք թե չէ, իտալական ֆաշիզմի հայրը, твою мать, в общем, նա գիտեք ինչ է ասել։ Ասել է դիկտատորները կամավոր չեն հեռանում, նրանց վռնդում են, հասկանում եք։ Սրան պետք է վռնդել, բայց ով, ես կենցանի դիակները, յաններն անջատած ապրում են, ոչ մեկին ոչինչ չի հետաքրքրում։ Ես չգիտեմ որտեղ եմ կարծացել, այնքան վտանգավոր չեն մարդասպաններն ու գողերը, որովհետև նրանք միայն կարող են գողանալ և սպանել։ Առավել վտանգավոր են անտարբերները։ Հասկանում եք։ Անտարբերները։ Որովհետև հենց նրանց թույլտվությամբ է, որ գողը գողանում է, մարդասպանը սպանում։ Ինել մոմե երկրում է։ Այս ես չեմ ասում ժողովուրդ, որտեղ այստեղ ժողովուրդ չկա, այստեղ հիմնականում ամբոխ է 80%-ը։ Այս ամբոխի անտարբերությունը, գիտեք, ոնց որ զոմբի կարճ ասած, իսկական զոմբի։ Ինչ հադառ է այս ազգը, ինչ հադառ է այս ժողովուրդը, ես զարմանում եմ։ Ինչ հադառ է, ոչ արժանապատվություն ունի, ոչ ինքնասիրություն ունի, բայց էլ է փորձի փողոցում մեկին կպնես, դու ով եղար, որ ինձ կպնես, այդ կատուն կդառնա մի անգամից առյուծ, հասկանում եք, այնպես որ ես ավելի վատ բաներ են սպասում և ես մոտակա 3 տարում Հայաստանը ոչ թե կքանդվի, հիմքից կքանդվի և ոչինչ չի մնա Հայաստանից, ոչ թե նկարները միայն կջնջեն, երկիրը կջնջեն, հասկանում եք, երկիրը կջնջեն, կոչնչացնեն, կսարքեն զրո, անտարբերություն, անարխիա, հետո ես այլ ասեմ ու վերջացնենք դրանով, գիտեք ինչ կասեմ, դեմոկրատիան դա անտերություն չէ, ազատությունը
Դա անարխիա չէ։ Եթե գոյություն չունի երկրում պետական մոնոպոլիա, ինչու մասին է խոսքը, դրա համար սնկելման ծաղկում են, էլ ծաղբանը ծնում են, վելիտար շենքեր, Rolls-Royce-եր, Bentley-եր և նման ավելի դրանով ներկայանում է Հայաստանը ամբողջ աշխարհին, հասկանում եք, այդ է աղավուրը։